Սա որևէ անանուն ֆեյքի գրառում չէր, այլ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի սոցցանցի ռեժիմ արված գրություն։ Հետո իշխանական աղբյուրները սկսեցին մարդկանց ննջասենյակներից ինտիմ տեսանյութեր տարածել։ Դրան հաջորդեց ողջ իշխանական թիմի հիստերիկ արշավը։ Ազգային ժողովի ամբիոնից մինչև սոցիալական ցանցեր նրանք քեռակնոջ թեման շահարկելով ծաղրի եւ նվաստացման էին ենթարկում հոգեվորականներին։ Այն ժամանակ էլ չգծվեցին անթույլատրելիության կարմիր գծերը եւ պատշաճ դատապարտման, այդպես էլ չարժանացավ պետական մակարդակով իրականացվող այդ ողորմելի արարքը։ Հետո նախընտրական քարոզարշավի ականատեսը դարձանք, նույնքան կարշելի բառապաշարով եւ վարքով համեմված։ Ուստի այսօր զարմանալի չէ, որ նույն ձեռագրով եւ քաղաքական նպատակներով թիրախավորվել եւ թիրախավորվելու են տարբեր անձինք։ Ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սարքացնելու եմ, անդացնելու եմ, կզացնելու եմ, սարքացնելու եմ, շոքացնելու եմ, ողորմելի մի րոպե մի գնա, Ռոբերտ Սերջը և մյուսները, ովքեր մի րոպե հանգիստ։ Ուրեմն ես այնքան չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Ղարաբաղցի, Արցախցի եք դելով։ Գագիկ Ծառուկյանը հեշտականն է։ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության անվան տակ հանրայնացնում է Գագիկ Ծառուկյանի դստեր ընտանիքին առնչվող մանրամասներ։ Իհարկե նույն այդ մեթոդները բումերանգի օրենքով հետ են վերադառնում եւ հանրությունը սկսում է քննարկել նաեւ իրենց կանանց ու երեխաներին։ Այս դեպքերում իհարկե իշխանավորները հանկարծ զգայուն են դառնում եւ դա անցալում են ծայրաստիճան ցավոտ։ Անկամ եթե դա վերաբերում է իշխանական լծակների օգնությամբ, պաշտոններ ստացած իրենց կանանց միլիոնների հասնող աշխատավարձերի ու պարգևավճարների մասին արդարացի քննադատություններին։ Սակայն սա հենց իրենց սահմանած խաղի կանոններն են, իրենց իսկ ոչ թե գրած ու հանրային դաշտներ մուծած այսպես կոչված բարոյական նորմերը։ Եվ եթե դու քաղաքական պայքարի դաշտ ես նետում ուրիշների ընտանիքներն ու ննջասենյակները, անխուսափելիորեն հայտնվելու ես քո իսկ փորած փոսում, դառնալով սեփական, կեղտոտ տեխնոլոգիաների զոհը։ Եվ խնդրում եմ նաև չվիրավորեք, որովհետև անցած մոտ 8 տարվա ընթացքում եւ զգավարար չափով վիրավորան լսել եմ։ Ահա այսպես, հետսետ է, հայ հասարակական քաղաքական միջավայրը դարձավ անասելի գարշահոտ։ Առհասարակ նմանօրինակ զգայուն ու աղմկահարույց քրեական գործերում, երբ իրավապահ մարմինները պաշտոնական հաղորդագրության մեջ ներառում են անձնական ու ինտիմ մանրամասներ, դա սովորաբար հետապնդում է մի քանի հստակ նպատակ։ Նախ հանրային ուշադրության շեղումը, նման այսպես կոչված սենսացիոն ու կենցաղային դրամատիկ պատմությունները ակնթարթորեն դառնում են թիվ 1 քննարկվող թեման, ստվերում թողնելով երկրի առաջ ծառացած աղետալի այլ խնդիրներ։ Մասնավորապես Բաքվի կողմից այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի կեղծ թեզերի առաջմղումն ու Հայաստանի դեմ իրականացվող հաջորդական տեղեկատվական ճնշումները, հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատ թարացումը, արտաքին քաղաքական արկածախնդրությունը իր հետ բերել է տնտեսական ծանր հետևանքներ։ Հանրության ուշադրությունը Հայաստանի համար կենսական այս հարցերից դեպի այսպես կոչված ննջասենյակային դրամաներ տեղափոխելը իշխանական փորձված տեխնոլոգիա դարձավ։ Սակայն սա միայն հանրային ուշադրությունը շեղելու հարց չէ, տեղի ունեցածը Ծառուկյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման տրամաբանության մեջ պետք է նաև դիտարկել։ Պետական ռեսուրսն ու իրավապահ ապարատը ծառայեցվում են անձնական վրեժխնդրության ու քաղաքական հաշվեհարդարի համար։ Իրավական եւ էթիկական տեսանկյունից նման մանրամասների հանրայնացումը լուրջ հարցեր է առաջացնում։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես ասպետական, այսպես ասած, կոդեքսներում ձևավորված էր մի կարևոր բարոյական պատկերացում։ Տղամարդը չպետք է երբեք իր ուժն օգտագործի կնոջ դեմ, իսկ ընտանիքն ու անձնական կյանքը չպետք է վերածվեն քաղաքական կամ անձնական վրեժխնդրության թիրախի։ Նման վարքագիծը հաճախ ընկալվել է ոչ թե որպես ուժի դրսևորում, այլ որպես վախկոտություն եւ պատվազրկություն, որովհետեւ երբ տղամարդը իր առավելությունն օգտագործում է կնոջ դեմ կամ վրեժի համար, թիրախավորում է նրա ընտանիքն ու անձնական կյանքը։ Նա կարող է ֆիզիկապես հաղթող լինել, բայց բարոյական առումով արդեն պարտված է։ Նիկոլ Փաշինյանի համար նման տաբուներ գոյություն չունեն։ Վրեժխնդրության եւ իշխանությունը պահելու մոլուցքի ճանապարհին նա պատրաստ է սրբել անցնել ցանկացած կարմիր գիծ։